Վաղուց հայտնի է, որ հոնի օղու բացակայության պայմաններում ժամանակակից բժշկությունը անզոր է ընկճախտի դեմ։ Հակառակ դրան Էդիպի կոմպլեքսի գծով առողջապահության փոխնախարար պարոն Աթարենցը հեռուստաընկերության հետ ունեցած իր հարցազրույցում հայտարարեց, որ ընկճախտի առաջին նշանների երևալու դեպքում դրական ազդեցություն է գործում նաև ցորենի օղին։ Այն պետք է խմել վաղ առավոտյան, 2 թեյի բաժակի չափ եւ ոչինչ չուտել։ Ընդ որում փոխնախարարը ընկճախտի առաջին նշաններ է համարում հիվանդի ժպիտի հազվագյուտ եւ հիմարավուն դառնալը, բայց նախ դա ոչ թե առաջին նշաններն են, այլ վերջին, եւ ոչ թե ընկճախտի, այլ մինինգիտի։ Ու ընդհանրապես հաղորդումը դիտելուց հետո հարց է առաջանում. փոխնախարարը Հիպոկրատի երդում տվել է, թե ոչ։ Ցորենի օղին, ինչպես եւ ցանկացած այլ դեղամիջոց, արդյունավետ է միայն նորմավորված կիրառման դեպքում, իսկ դրա խախտումները բերում են այնպիսի անցանկալի երևույթների, ինչպիսիք են ալկոհոլային կախվածությունը, սպիտակ տենդը եւ բոսորագույն մղձավանջները։ Նույնիսկ կալի եզի առողջություն ունեցող տղամարդը 1 ամիս նման բուժում անցկացնելուց հետո կարող է բոսորագույն մղձավանջներ ունենալ։ Եվ եթե սպիտակ տենդը դեռ տանելի է, մարդն ուղղակի պայքարում է իր վրայով վազվզող երևակայական առնետների ու միջատների դեմ, ապա բոսորագույն մղձավանջներից փրկություն չկա, որովհետև հիվանդի միակ ցանկությունն է դառնում թռչել դեպի արևը, ընդ որում մոտակա պատոհանից։ Հիշեք, դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված, շատերն ինչպես հայտնի է տեղ չհասան։ Այս պարզ ճշմարտությունը վաղուց բացահայտված էր մեր ճշմարտություն կամ մահ ֆրակցիայի անդամներ Լոնգուսի եւ Բիձու կողմից թթի եւ ցորենի օղիների համեմատական փորձարկումների ժամանակ։ Երբ դեպի արևը թռչելու փորձը կանխելու նպատակով մենք սեղանին էինք գամել այդ երկու քաջերին, Քրիստոփորիչն արտասանեց իր հայտնի խոսքերը. գիտելիք չունեցողը դժվարություն էլ չունի։ Ջուզեպպե Սոդայաջուր Տուրայս անասուններին։ Իրավի, ցանկացած հարցի պատասխան որևէ գիտելիքի առկայություն է պահանջում, սակայն ինչպես կարելի է Էդիպի կոմպլեքսի գծով առողջապահության փոխնախարարի պաշտոնը վստահել մի մարդու, որը նախկինում եղել է գյուղատնտեսության փոխնախարար ագրոարդյունաբերական կոմպլեքսի գծով։ Դեպի արևը թռչելու քանի փորձ պետք է կանխվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ ազգս կոտորվում է։ Հասկանալի է, գվարդիան ի վերջո կթռչի դեպի արևը, իզուր չի այդ մասին գրել Քրիստոփորիչը իր տարերային անարխիստի հիշատակարանում, ամենավեհ այրերը կմեռնեն օղուց։ Բայց ինչու արագացնել այդ գործընթացը, այն էլ այդքան անմարդկային ձևով։ Ինձ մնում է հիշեցնել միայն փոխնախարարին բժշկապետի խոսքերը. մի վնասիր։